Երբ թվում է, թե Աստված լքել է, սկսվում է ամենաանհավանականը։ Պատկերացրեք, մի խումբ զինվորներ, շրջափակված, առանց հույսի, նրանք պատրաստվում են իրենց վերջին մարտին։ Հանկարծ երկինքը պատռվում է և անթափանց մառախուղ է իջնում, որը թույլ է տալիս նրանց անհավանական փախուստ կատարել։ Բայց ինչ տեսան նրանք այդ մառախուղից վայրկյաններ առաջ։ Մի բան, որը ռազմական ղեկավարությունը փորձեց ամեն կերպ թաքցնել։ Սա խելագարություն չէր։ Այս պատմությունը ստիպեց Արցախի հոգևոր առաջնորդին անել մի բան, որը բոլորը համարում էին ինքնասպանություն։ Նա բացահայտ դուրս եկավ գեներալների դեմ, ռազմաճակատի ամենաթեժ կետում։ Բայց ամենակարևորը դա չէ։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես է 5-րդ դարի Սուրբը պատերազմում ժամանակակից անօթաչուների դեմ, և թե ինչու է այդ հրաշքի մասին մինչև հիմա արգելված խոսել։ Այն, ինչ դուք կլսեք, կփոխի ձեր պատկերացումը հավատքի և պատերազմի մասին։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե աշխարհի որ ծայրերում են պահում հայոց ոգին։ Գանձասարի սառը քարերը դողում էին, ոչ թե դարերի հոգնածությունից, այլ մոտակա պայթյունների դղրդյունից, որոնք ցնցում էին հողն ու հոգին։ 13-րդ դարի գմբետի տակ, որտեղ ժամանակին Հովհաննես Մկրտչի գլխի մասունքն էր ամփոփված, այժմ միայն մոմի տրոփող լույսն էր պայքարում ներս թափանցող մթնշաղի դեմ, ստվերները դարձնելով սարսափելի կերպարանքների։ Օդը խնքի և վարոդի խառնուրդ, սուր, գրեթե անտանելի հոտով էր լցված, մի բույր, որը վկայում էր սրբության և մահվան անսուրբ միության մասին։ Սա սրբավայր էր, որը վերածվել է ռազմաճակատի, աղոթքի տուն, որտեղ ամեն քար կարող էր վերջին ապաստանը դառնալ։ Խորանի առջև, մաշված ու հազարավոր ծնկներից հղկված քարե հատակին, ծնկի էր եկել միայնակ մի կերպար՝ Պարգև arczepiskopos Martirosyan-ը։ Նրա սպիտակ, առաքելական մորուքը, որը տեսել էր և խաղաղության օրհնությունը, և պատերազմի արհավիրքը, թրթռում էր յուրաքանչյուր հեռավոր որոթից, կարծես աշխարհի ցավը փոխանցվում էր նրա մարմնին։ Նրա աչքերը փակ էին, բայց հոգին տեսնում էր շատ ավելին, քան կարող էր տեսնել բաց աչքը։ Նա տեսնում էր դարերի միջով անցնող միևնույն պայքարը, միևնույն ընտրությունը, հավատքի և գոյության պայքարը, որը կրկնվում էր անվերջանալի ցիկլերով։ «Տեր, ողորմյա», շշնջում էին նրա չորացած շուրթերը, և այդ խոսքերը ոչ թե խնդրանք էին, այլ զրույց հին, փորձված բարեկամի հետ, ում ներկայությունը նա զգում էր նույնիսկ այս դժոխքում։ Զրույց այն Աստծո հետ, որի անունով այս հողի վրա կանգնեցվել էր յուրաքանչյուր խաչքար, որի պատվին կառուցվել էր ամեն մի վանք, իբրև հավատքի անխորտակելի ամրոց։ Հանկարծ եկեղեցու ծանր կաղնե զգուշորեն ճռռաց, և այդ ձայնը խախտեց լռության ու ռմբակոծության սարսափելի ներդաշնակությունը։ Ներս մտավ մի երիտասարդ զինվոր, ում կերպարանքը կտրուկ հակադրվում էր շրջապատող սրբությանը։ Նրա դեմքը պատված էր փոշով, քրտինքով ու հոգնածությամբ, բայց աչքերում դեռ կայծ կար, 19 տարեկանի անկոտրում կայծը, որը ոչ մի պատերազմ չէր կարող մարել։ Նա ձեռքին սեղմել էր իր հնամաշ ինքնաձիգը այնպես, կարծես դա իր խաչը լիներ, իր միակ փրկությունը այս աշխարհում։ Նա դանդաղ քայլերով մոտեցավ arczepiskopos-ին, բայց չխանգարեց նրա աղոթքը։ Կանգնեց լուղ, անշարժ, իբրև պահապան հրեշտակ, զինվորական համազգեստով։ Պարգև սրբազանը բացեց աչքերը և դանդաղ շրջվեց։ Նրա հայացքը հանգիստ էր, ինչպես լեռնային լիճը փոթորկից հետո, բայց այնքան խորը, որ կարծես կարող էր տեսնել զինվորի հոգու ամենախորքը։ «Վարդան, որդիս, ինչ լուրեր ունես ճակատից»։ Զինվորի անունը Վարդանն էր։ Պատահականություն։ Արցախյան հողում պատահականություններ չեն լինում։ Ամեն անուն պատմություն է, ամեն քար մասունք, ամեն մարդ նախնիների շարունակությունը։ Դիրքերը պահում ենք սրբազան հայր, բայց նրանք շատ են, շատ, ինչպես մորեխների բանակ, որը գալիս է ամեն ինչ խժռելու։ Նրա ձայնի մեջ հոգնածությունից բացի կար նաև մի հարց, որը նա չէր համարձակվում բարձրաձայնել. Ինչու է Աստված թույլ տալիս այս ամենը։ Այդ հարցը այրում էր նրա ներսը։ Arczepiskopos-ը դանդաղորեն բարձրացավ, և նրա հասակը կարծես լցնում էր եկեղեցու ողջ տարածությունը, հասնելով մինչև գմբեթի խավարը։ Նա ձեռքը դրեց երիտասարդ Վարդանի ուսին, և այդ հպումը հայրական էր ու զորացնող։ Քրիստոսի զինվորի համար թիվը նշանակություն չունի, որդիս։ Կարևորը հավատքի զորությունն է։ Հիշում ես մեր մեծ նախնուն, Սուրբ Վարդան Մամիկոնյանին։ Նա նույնպես քչերով էր ընդդեմ անհամար բանակների,
բայց նրա սիրտը լի էր Աստծով, ոչ թե վախով։ Վարդանը լռում էր։ Նա լսել էր այս պատմությունները մանկուց, բայց հիմա, իրական մահվան դեմ հանդիման, դրանք թվում էին հեռավոր ու գրեթե անիրական։ Ինչ կապ ուներ 5-րդ դարի հերոսը իրենց 21-րդ դարի դժոխքի հետ։ Բայց դա միայն սկիզբն էր։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի փորձություն էր սպասվում նրանց, և թե ինչպես էին հին սրբերի ստվերները հառնելու, պաշտպանելու իրենց ժառանգներին։ Գանձասարի պատերի ներսում պատմությունը պատրաստվում էր կրկնվել, բայց այս անգամ ավելի դաժան, ավելի անսպասելի շրջադարձերով, որոնք պետք է ստուգեին հավատքի ամենախորը սահմանները։ Իսկապես հավատքը կարող էր կանգնեցնել պողպատե մահը, որը գալիս էր երկնքից։ Կամ միգուցե այս անգամ ամեն ինչ այլ կերպ կավարտվեր։ Այս պատերազմը չէր սկսվել երեկ, այն չէր սկսվել նույնիսկ 30 տարի առաջ, երբ Պարգև Սրբազանը, այն ժամանակ դեռ երիտասարդ քահանա, առաջին անգամ ոտք դրեց այս հողի վրա։ Այս պայքարի արմատները ձգվում էին դեպի այն խորքերը, որտեղ հայ ազգի հոգին կրամվել էր խաչի տեսքով, և այդ խաչը դարձել էր նրա ողնաշարը։ Պարգև arczepiskopos-ը դա գիտեր ավելի լավ, քան որևէ մեկը, քանի որ նրա կյանքը հյուսվել էր այս հողի պատմության հետ։ Երբ նա նայում էր Արցախի լեռներին, նա տեսնում էր ոչ միայն քար ու անտառ, այլև հոգևոր ամրոցներ, կառուցված աղոթքով և սերունդների նահատակների արյունով։ Ամեն ինչ սկսվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցից։ Այդ մարդը Աստծո կողմից լուսավորված հասկացավ մի պարզ, բայց հանջարեղ ճշմարտություն։ Առանց գրի, առանց Աստծո խոսքը մայրենի լեզվով կարդալու, ազգը կլուծվի օտար ծովերում, ինչպես աղը ջրի մեջ։ Եվ նա կռեց այդ տարրերը, 36 աստվածային զինվորներ, որոնք դարձան հայ ինքնության անպարտելի պահապանները։ Մաշտոցի առաջին դպրոցներից մեկը բացվել էր հենց այստեղ, Ամարասի վանքում, Արցախի սրտում, և այդ հողը ներծծված էր ոչ միայն զինվորի արյունով, այլև մագաղաթի թանաքով։ Սա էր առաջին ամենակարևոր ճակատը։ Հետո եկավ 5-րդ դարը, Եվ պարսկական տերությունը պահանջում էր ուրանալ Քրիստոսին ու երկրպագել կրակին։ Այդ ժամանակ ոտքի ելավ Սուրբ Վարդան Մամիկոնյանը, մեծ զորավարը, ում անունը կրում էր Գանձասարում ծնկի եկած երիտասարդ զինվորը։ Վարդանանց զորավարը գիտեր, որ պարսկական բանակը գերազանցում է իրենց տասնապատիկ, բայց նա նաև գիտեր, որ հավատքի համար մղվող մահը ոչ թե պարտություն է, այլ հավերժական հաղթանակ։ Ավարայրի դաշտում հայ զինվորները նահատակվեցին, բայց նրանց հոգիները հաղթեցին։ Նրանք ապացուցեցին, որ կարելի է սպանել մարմինը, բայց անհնար է սպանել հավատքը։ Այդ օրվանից Վարդանանց ոգին դարձավ հայի տեսակի խորհրդանիշը, անկոտրում կամքի վկայությունը։ Այս պատմությունները Պարգև Սրբազանը պատմում էր երիտասարդ զինվորներին ոչ թե որպես հեքիաթներ, այլ որպես մարտական կանոնադրություն, որպես հոգևոր զենք։ Նա բացատրում էր, որ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի պատերը պարզապես քարեր չեն, ոչ, դրանք հոգևոր սահմաններ են։ Եթե այդ սահմանները ընկնեն, ազգի հոգևոր ողնաշարը կկոտրվի։ Հայ առաքելական եկեղեցին այստեղ միշտ եղել է ոչ միայն աղոթքի տուն, այլև ամրոց, դպրոց և հիվանդանոց։ Պատերազմի ժամանակ Սուրբ Պատարագը մատուցվում էր ռմբակոծվող եկեղեցիներում, մկրտությունները կատարվում էին նկուղներում, իսկ խոստովանությունը լսում էին խրամատներում։ Այս ամենը նա տեսել էր իր աչքերով։ Բայց ինչպես էր նա հասել այստեղ։ Երիտասարդ տարիքում, երբ Խորհրդային Միության աթեիստական քաղաքականությունը փորձում էր ջնջել Աստծո անունը, նա, ավարտելով Երևանի պետական համալսարանը, ընտրեց քահանայության դժվարին ուղին։ Նրա ուսուցիչը Գարեգին եպիսկոպոսը, մի իմաստուն և խորաթափանց մարդ, տեսել էր նրա մեջ ոչ միայն հավատք, այլև առաջնորդի կամք։ Քո ճակատագիրը, Տեր Պարգև, ասել էր նա մի անգամ, կապված է լինելու մեր ժողովրդի ամենացավոտ կետի հետ։ Գնա այնտեղ, որտեղ հավատքի կարիքն ամենաշատն է։ Եվ նա եկավ Արցախ։ Այստեղ նա իր ձեռքերով վերականգնեց ավերված եկեղեցիներ, կազմակերպեց համայնքներ, մկրտեց մի ամբողջ սերնդի, որը ծնվել էր առանց Աստծո մասին լսելու։ Նա դարձավ ոչ միայն հոգևոր առաջնորդ, այլև հայր մի ողջ ժողովրդի համար։ Մոտալուտ փորձության առաջին նշանները հայտնվեցին ոչ թե հրետանու ձևով, այլ ստի։ Թշնամու քարոզչությունը սկսեց այս եկեղեցիներն անվանել օտար, աղվանական, փորձելով գողանալ ոչ միայն հողը, այլև հիշողությունը։ Նրանք փորձում էին ջնջել պատմությունը, որպեսզի ավելի հեշտ լինի ջնջել ներկան։ Նրանք սկսեցին ոչնչացնել խաչքարերը, այդ քարե աղոթքները, կարծես վախենում էին, որ նույնիսկ քարերը կարող են վկայել ճշմարտության մասին։
Եվ մի օր, երբ Վարդանը հերթափահում էր դադիվանքի մոտ, որի գմբեթները կարծես ձուլվել էին լեռների հետ, նա տեսավ, թե ինչպես է թշնամու անօդաչու սարքը պտտվում վանքի շուրջ ինչպես գիշատիչ թռչուն։ Դա պարզապես հետախուզություն չէր, ոչ, դա գիշատչի սառը հաշվարկող հայացքն էր, որը նշան էր բռնել իր զոհին։ Այդ պահին Վարդանը հասկացավ, որ իր ուսերին ոչ միայն իր երկրի սահմանն է, այլև 1500 տարվա պատմության սրբությունը։ Եվ նա զգաց, թե ինչպես են իրեն նայում ոչ միայն իր հրամանատարները, այլև Վարդան Մամիկոնյանի և Մեսրոպ Մաշտոցի աչքերը պատմության խորքից։ Ճնշումն անտանելի էր։ Իսկ սա դեռ սկիզբն էր, իսկական փորձությունը դեռ առջևում էր։ Հիմնական հակամարտությունը պայթեց ոչ թե ճակատային գծում, այլ մարդկանց հոգիներում, որտեղ ամենամութ մարտերն են մղվում։ Դա հավատքի և հուսահատության, աղոթքի և հրթիռի բախումն էր, որը սպառնում էր խլել ոչ միայն կյանքեր, այլև հոգիներ։ Երբ օրեր շարունակ երկինքը լցված էր մահաբեր բայրակթարների բզզոցով, իսկ հողը ցնցվում էր սմերչերի դժոխային հարվածներից, նույնիսկ ամենաամուր հավատացյալների սրտերում սկսեց բուն դնել կասկածի սառը թունավոր օձը։ Ուր է Աստված։ Ինչու է նա լուռ, երբ իր զավակներին սպանում են։ Երիտասարդ զինվոր Վարդանը տեսնում էր իր ընկերների մահը ամեն օր։ Նա տեսնում էր, թե ինչպես են այրվում իրենց գյուղերը, ինչպես են խաղաղ բնակիչները, կանայք ու երեխաները զոհվում անխնա ռմբակոծություններից։ Մի անգամ կատաղի մարտից հետո նա մտավ Շուշիի կիսավեր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Տաճարը վիրավոր էր, ինչպես իր ժողովուրդը։ Գմբետի միջից երկինքն էր երևում, անտարբեր ու հեռու, իսկ հրեշտակների քանդակները վնասվել էին արկերից։ Կարծես նրանք էլ չէին կարողացել դիմակայել մարդկային չարությանը։ Այդտեղ, փլատակների մեջ, նա գտավ մի պատառոտված ավետարան։ Եվ այդ պահին նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց, անդառնալիորեն։ Նա գնաց Պարքև Սրբազանի մոտ, որն այդ ժամանակ գանձասարում էր, փորձելով հոգևոր ապաստան տալ փախստականներին և զինվորներին։ Նրա աչքերը կարմրել էին անքուն գիշերներից և զսպված զայրույթից։ Սրբազան հայր, ասաց նա կոպիտ, գրեթե մեղադրական տոնով, որը ցնցեց ներկա գտնվող սարկավակներին։ Դուք մեզ ասում էիք աղոթել, մենք աղոթում ենք։ Իմ ընկեր Աշոտը մահանալուց առաջ խաչակնքում էր, բայց արկը չխնայեց նրան։ Որտեղ է ձեր Աստծո զորությունը։ Միգուցե թշնամու Աստվածն ավելի ուժեղ է։ Սա սրբապղծություն էր, բայց Պարքև arczepiskopos-ը նրա աչքերում տեսավ ոչ թե աստվածամերժություն, այլ անսահման ցավ, որը կարող է ծնել միայն պատերազմը։ Նա չբարկացավ։ Փոխարենը նա Վարդանին տարավ վանքի մատուռներից մեկը, որտեղ պահվում էին հին, դարերի փոշով ծածկված ձեռագրեր։ Նա բացեց դրանցից մեկը, որը պատմում էր Մակաբայեցիների մասին։ «Կարդա, որդիս», ասաց նա հանգիստ, հայրական ձայնով։ Նրանք նույնպես կռվում էին իրենց հավատքի և տաճարի համար, ընդդեմ հզոր կայսրության։ Նրանք նույնպես կորուստներ ունեին, բայց նրանք գիտեին, որ Աստված փորձում է ոչ թե նրա համար, որ պատժի, այլ որպեսզի զտի հավատքը, ինչպես ոսկին են զտում կրակի միջով։ Իսկական հավատքը ծնվում է փորձության մեջ։ Համայնքի ներսում նույնպես պառակտում էր սկսվել, և այն ավելի վտանգավոր էր, քան ճակատային գծի ճեղքումը։ Ոմանք, ոգեշնչված սրբազանի խոսքերով, կրկնապատկեցին իրենց աղոթքները։ Կանայք հավաքվում էին եկեղեցիներում, օր ու գիշեր սաղմոսներ էին կարդում, իսկ տարեց տղամարդիկ, ովքեր այլևս չէին կարող զենք բռնել, խաչքարեր էին տաշում, հավատալով, որ ամեն մի քարե աղոթքը զրահ է դառնում իրենց թոռների համար։ Բայց կային նաև մյուսները, զինվորականներ, քաղաքական գործիչներ, հասարակ մարդիկ, ովքեր կորցրել էին հույսը և հավատը։ Աղոթքով տանկ չես պայթեցնի, ասում էին նրանք դառնությամբ։ Մեզ պետք են ժամանակակից զենքեր, ոչ թե հինավուրց սաղմոսներ։ Եկեղեցին թող զբաղվի իր գործով, իսկ պատերազմը թողնի զինվորականներին։ Այս խոսքերը տարածվում էին, թունավորում մթնոլորտը։ Հակամարտությունը հասավ իր գագաթնակետին, երբ ռազմական խորհրդի նիստերից մեկի ժամանակ, որին հրավիրվել էր նաև Պարգև Սրբազանը, բարձրաստիճան գեներալներից մեկը, Ներսես անունով, մի կոպիտ, ռազմի դաշտում կոփված մարդ, լսելով Սրբազանի կոչը, համընդհանուր աղոթքի և ապաշխարության, բացահայտ ծաղրեց նրան. «Սրբազան, մենք 5-րդ դարում չենք, սա ավարայր չէ, եթե ձեր Աստվածն ուզում է օգնել, թող մի քանի Իսկանդեր ուղարկի, ոչ թե տեսիլքներ»։ Երբ նա դա ասաց, ամբողջ սենյակը սառեց։
Այդ պահին պարզ դարձավ, որ հայ ժողովուրդը կռվում է երկու ճակատով, մեկը արտաքին թշնամու դեմ, մյուսը իր սեփական հոգու ներսում, հավատքի և անհավատության միջև, և երկրորդ ճակատը շատ ավելի վտանգավոր էր։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես կավարտվի այս ներքին պայքարը, և արդյոք այն չի ոչնչացնի ազգը ներսից, նախքան թշնամին կհասնի դրան դրսից։ Իրավիճակը դարձավ աղետալի, երբ թշնամին, օգտագործելով իր տեխնոլոգիական և քանակական ճնշող գերակշռությունը, ճեղքեց պաշտպանության գիծը հարավում։ Լուրերը սարսափելի էին, դրանք տարածվում էին ավելի արագ, քան հրդեհը չոր դաշտում, իրենց հետ բերելով անմարդկային դաժանությունների, գերիների խոշտանգումների, քրիստոնեական սրբավայրերի պղծման պատմություններ։ Համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ թշնամու զինվորները ցուցադրաբար ավերում էին հայկական եկեղեցիներ, կոտրում խաչերը և գմբեթների վրա իրենց դրոշներն ամրացնում հաղթական ճիչեր արձակելով։ Սա պարզապես ռազմական հարված չէր, սա հարված էր ազգի հոգուն, նրա հոգևոր ինքնասիրությանը, և այդ հարվածը շատ ավելի ցավոտ էր, քան ցանկացած արկի պայթյուն։ Եկեղեցու հեղինակությունը վտանգված էր։ Հավատացյալների շրջանում սկսվեց տրտունջ, որը գնալով վերածվում էր բացահայտ դժգոհության։ Ինչ կասեն մարդիկ գործոնը, վերածվեց ինչ է մտածում Աստված տանջալի հարցի, որը հնչում էր ամենուր, խոհանոցներից մինչև խրամատներ։ Մարդիկ սկսեցին հարցեր տալ ոչ միայն իրենց հրամանատարներին, այլև իրենց հոգևոր հայրերին, և այդ հարցերը լի էին ցավով ու մեղադրանքով։ «Հայր Տեր», դիմում էր մի տարեցկին իր գյուղի քահանային, Տեր Գրիգորին, որի տունն այրվել էր, իսկ եկեղեցին պղծվել։ «Մենք միշտ մոմ ենք վառել, պատարագի ենք եկել, մեր զավակներին մկրտել ենք այս եկեղեցում։ Ինչու է Աստված թույլ տալիս, որ անհավատները պղծեն մեր սրբությունները։ Միթե մեր աղոթքները չեն հասնում երկինք, գուցե մենք ինչ-որ բան սխալ ենք արել»։ Տեր Գրիգորը, ով ինքն էր կորցրել իր որդուն ճակատում, չգիտեր ինչ պատասխանել։ Նրա սեփական հավատքն էր ճաքեր տալիս։ Ճնշումը Պարքև arczepiskopos-ի և մյուս հոգևորականների վրա աննախադեպ էր։ Նրանցից պահանջում էին հրաշք, նրանցից պահանջում էին պատասխաններ, որոնք նրանք չունեին։ Եկեղեցական կանոններն ու ավանդույթները, որոնք դարեր շարունակ մխիթարություն ու կարգու կանոն էին բերում, այժմ թվում էին անզոր, պատերազմի դաժան իրականության դիմաց։ Ինչ իմաստ ուներ խոսել սիրո և ներման մասին, երբ թշնամին գլխատում էր գերիներին և տեսանյութերն ուղարկում նրանց ընտանիքներին։ Ավանդական քարոզները դատարկ էին հնչում, և հետո տեղի ունեցավ այն, ինչը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Երիտասարդ զինվոր Վարդանի ջոկատը հայտնվեց շրջափակման մեջ, Հադրութի մոտակա խիտ անտառներում։ Նրանք սնունդ և զինամթերք գրեթե չունեին։ Կապը կտրվել էր, նրանց մնում էր կամ հանձնվել, ինչը նշանակում էր անխուսափելի և տանջալից մահ, կամ կռվել մինչև վերջին փամփուշտը։ Այդ օրերին Վարդանի հոգում տեղի էր ունենում ավելի սարսափելի ճակատամարտ, քան դրսում։ Նա հիշում էր սրբազանի խոսքերը Վարդան Մամիկոնյանի մասին, բայց իրավիճակը թվում էր բացարձակապես անհույս։ Նրա կողքին մահամերձ ընկած էր իր մանկության ընկերը Տիգրանը, ում որովայնը պատռել էր բեկորը։ «Վարդան», շշնջաց Տիգրանը արյան մեջ թաթախված, «եթե Աստված կա, խնդրիր նրան, թող գոնե մայրս իմանա, որ ես վահկոտի պես չեմ մահացել, խնդրիր որ, ներվի իմ մեղքերը»։ Այդ խոսքերը դանակի պես խոցեցին Վարդանի սիրտը։ Նա հանեց վզի խաչը, որը մայրն էր նվիրել մկրտության օրը, և սեղմեց այն իր բռունցքի մեջ այնքան ուժգին, որ եղունգները խրվեցին ափի մեջ։ Նա նայեց մռայլ, անձրևոտ երկնքին, որտեղից ամեն րոպե կարող էր մահ իջնել։ «Աստված», գոռաց նա մտքում, և այդ ճիչը ավելի բարձր էր, քան ցանկացած պայթյուն։ «Եթե դու լսում ես, նշան տուր, գոնե մի նշան։ Ապացուցիր, որ մենք մենակ չենք։ Ապացուցիր, որ այս ամենն իզուր չէ։ Եթե ոչ, ապա ինչի համար է այս ամենը։ Նա չէր խնդրում փրկություն, նա խնդրում էր իմաստ, նա խնդրում էր հույսի մի փշուր, որին կարելի էր կառչել մահվան շեմին։ Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ անհավատալին։ Այն, ինչը պետք է փոխեր ոչ միայն այդ ճակատամարտի ելքը, այլև մի ողջ ազգի հոգևոր ընկալումը։ Ոչ ոք պատրաստ չէր դրան։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ երկինքը պատրաստվում է պատասխանել։ Երկինքը մոխրագույն էր ու անտարբեր, կարծես Աստված ինքը երես էր թեքել այս տանջված հողից։ Անտառում տիրում էր լարված, մահվան հոտով ներծծված լռություն, որը խախտվում էր միայն հեռվից լսվող կրակոցների արձագանքներով։ Վարդանի ջոկատը, մի բուռ հոգնած, վիրավոր տղաներ պատրաստվում էին իրենց վերջին մարտին, որը խոստանում էր լինել կարճ ու արյունալի։
Նրանք լսում էին թշնամու ձայները, որոնք մոտենում էին բոլոր կողմերից, անխուսափելիության զգացում ստեղծելով։ Վերջ, սա վերջն էր։ Վարդանը սեղմելով իր վզի խաչը, փակեց աչքերը։ Նա պատրաստվում էր մահվան։ Նա չէր ուզում տեսնել թշնամու դեմքը իր կյանքի վերջին վայրկյանին, չէր ուզում տեսնել նրա հաղթական ժպիտը։ Փոխարենը նա իր մտքում պատկերացրեց Գանձասարի գմբեթը, պարգև սրբազանի բարի, բայց տխուր դեմքը, իր մոր արցունքոտ ժպիտը, երբ վերջին անգամ ճանապարհում էր իրեն։ Եվ նա սկսեց աղոթել, ոչ թե բարերով, այլ հոգու խորքից եկող մի լուռ ճիչով, որը պարունակում էր իր ողջ ցավը, հուսահատությունն ու մի փոքրիկ մարող հույսը։ Տեր, փրկիր ոչ թե իմ մարմինը, այլ իմ հոգին, թույլ մի տուր, որ մահանամ հուսահատված։ Եվ այդ պահին տեղի ունեցավ հրաշքը։ Սկզբում դա միայն լույս էր, ոչ թե արևի լույս, այլ մի անբացատրելի, արծաթափայլ, կաթնագույն լույս, որը կարծես ծնվում էր հենց օդի մեջ, ծառերի միջև։ Այն չէր կուրացնում, այլ ընդհակառակը, ամեն ինչ դարձնում էր աներևակայելի պարզ ու հստակ, կարծես աշխարհի վրայից հանել էին մռայլության քողը։ Թշնամու ձայները լռեցին, անտարի բոլոր ձայները, քամու սվսվոցը, տերևների խշշոցը, հեռավոր կրակոցները կարծես սառեցին։ Ժամանակը կանգ առավ, Վարդանը բացեց աչքերը, և նա տեսավ նրան։ Ջոկատի դիմաց ծառերի միջև կանգնած էր մի կերպար, որը կարծես դուրս էր եկել հին մագաղացներից։ Նա հագել էր հռոմեական զրահ, որը փայլում էր խորհրդավոր լույսով, ձեռքին խաչադրոշմ դրոշակ, իսկ նրա կողքին կանգնած էր ձյուն չրոմ սպիտակ ձի, որը հանգիստ էր, կարծես շուրջը ոչ թե պատերազմ էր, այլ դրախտային այգի։ Դա մարդ չէր, նրա դեմքը փայլում էր ներքին լույսով, իսկ հայացքը լի էր միաժամանակ և զորավարի խստությամբ, և սրբի անսահման սիրով։ Դա Սուրբ Վարդան Մամիկոնյանի կերպարն էր, հենց այնպես, ինչպես նրան պատկերում էին Գանձասարի հին սրբապատկերներում։ Զորավարը ոչինչ չասաց, նա պարզապես նայեց Վարդանին, և այդ հայացքի մեջ կար ամեն ինչ՝ քաջալերանք, հավանություն և խոստում։ Այդ հայացքն ասում էր՝ դու մենակ չես, զավակս։ Այնուհետև նա դանդաղորեն բարձրացրեց իր դրոշակը և շրջվեց դեպի թշնամու դիրքերը։ Հանկարծակի, կարծես երկինքը պատռվեց, և սկսվեց աննախադեպ խիտ մառախուղ իջնել։ Ոչ թե սովորական մառախուղ, այլ սպիտակ, անթափանց պատ, որը վայրկյանների ընթացքում ծածկեց ամբողջ անտառը։ Ոչինչ հնարավոր չէր տեսնել մի քանի քայլ այն կողմ։ Վարդանը և նրա ընկերները քալացել էին, նրանք բոլորը տեսել էին նույն բանը։ Դա զանգվածային հալյուցինացիա չէր, դա իրականություն էր, որն ավելի զորեղ էր, քան իրենց շրջապատող մահը։ Նրանց մեջ վախն անհետացել էր, փոխարենը նրանց սրտերը լցվել էին մի անբացատրելի, հզոր զգացումով, վստահությամբ և զորությամբ։ Թշնամու շարքերում խուճապ սկսվեց, նրանք, կորցնելով տեսանելիությունը, սկսեցին անկանոն կրակել միմյանց վրա, կարծելով, թե հայկական ուժերն են հարձակվում։ Լսվում էին նրանց գոռոցներն ու հրամանները, բայց ամեն ինչ խառնվել էր իրար։ Հիմա, շշնջաց Վարդանը, և նրա ձայնը հնչում էր նոր, անսովոր վստահությամբ, կարծես հենց նոր հրաման էր ստացել երկնային զորավարից։ Հետևեք ինձ։ Նրանք, օգտվելով մառախուղից և թշնամու խառնաշփոթից, կարողացան անաղմուկ դուրս գալ շրջափակումից և միանալ իրենց զորքերին։ Երբ նրանք հասան անվտանգ վայր, մառախուղը նույնքան հանկարծակի անհետացավ, ինչպես հայտնվել էր, բացելով արևի շողերը։ Վարդանը խորը հոգևոր ցնցում էր ապրել։ Նա հասկացել էր, Աստված լուր չէ, նա պարզապես խոսում է ոչ թե մարդկային լեզվով, այլ հրաշքների։ Այդ օրը նա հասկացավ, որ իրենց պատերազմը իսկապես երկնային զորքերի մասնակցությամբ էր ընթանում։ Բայց արդյոք մյուսները կհավատային նրան։ Իսկ եթե հավատային, ինչպես դա կփոխեր պատերազմի ընթացքը։ Այս հրաշքը ոչ թե ավարտն էր, այլ մի նոր, ավելի բարդ փորձության սկիզբը։ Երբ Վարդանն ու իր ջոկատի փրկված զինվորները պատմեցին տեղի ունեցածի մասին, արձագանքը միանշանակ չէր, այն դարձավ մի սուր, որը բաժանեց համայնքը երկու մասի՝ նրանց, ովքեր հուսահատորեն ուզում էին հավատալ, և նրանց, ովքեր չափազանց հոգնած ու ցինիկ էին դարձել հրաշքներին հավատալու համար։ Հրաշքը ոչ թե միավորեց, այլ պառակտեց։ Շարքային զինվորների շրջանում լուրը տարածվեց անտառային հրդեհի պես, փսփսոցից վերածվելով լեգենդի։ Շատերի համար դա դարձավ հույսի միակ աղբյուրը, ապացույց, որ իրենք մենակ չեն այս դժոխքում։
Նրանք սկսեցին միմյանց պատմել Վարդանի տեսիլքի մասին, եւ դա բարձրացնում էր մարտական ոգին ավելի լավ, քան ցանկացած հրամանատարի ճառ։ Զինվորները սկսեցին ավելի հաճախ խաչակնքել մարտից առաջ, իսկ գրպաններում պահում էին փոքրիկ սրբապատկերներ, կարծես դրանք զրահ լինեին։ Նրանք դարձան հավատքի բանակ։ Սակայն հրամանատարական կազմի եւ քաղաքական վերնախավի արձագանքը բոլորովին այլ էր՝ սառը եւ թշնամական։ Նրանք լսեցին պատմությունը թերահավատությամբ, նույնիսկ զայրույթով, կարծես այդ պատմությունը սպառնում էր իրենց իշխանությանը։ Ինչ տեսիլք, ինչ սուրբ, բարկացած ասաց գեներալ Ներսեսը, ում համար պատերազմը պարզ մաթեմատիկա էր, տանկեր եւ հրթիռներ։ Սա զանգվածային հոգեզառանցանք է, պայմանավորված ստրեսով եւ թերսնուցմամբ։ Այս տղաները պետք է հոգեբանի օգնության կարիք ունենան, ոչ թե քահանայի։ Այսպիսի լուրերը խաթարում են բանակի կարգապահությունը։ Մենք պետք է հույսներս դնենք մեր զենքի եւ մեր ստրատեգիայի վրա, ոչ թե երկնային հովանավորների։ Վարդանին եւ նրա ընկերներին հարցաքննեցին ռազմական հակահետախուզության սպաները, կարծես նրանք դավաճաններ լինեին, ոչ թե հերոսներ։ Նրանց հարցնում էին, արդյոք թմրանյութեր օգտագործել են, արդյոք քնել են հերթապահության ժամանակ, արդյոք թշնամու քարոզչության զոհը չեն դարձել։ Նրանց պատմությունը պաշտոնապես որակվեց որպես մարտական հոգնածության հետևանքով առաջացած տեսողական եւ լսողական խանգարումներ։ Նրանց խստորեն հրամայեցին այլևս չխոսել այդ մասին, բայց արդեն ուշ էր, լուրն արդեն ազատության մեջ էր։ Նույնիսկ եկեղեցու ներսում ոչ բոլորը ընդունեցին հրաշքը։ Որոշ քահանաներ, որոնք ավելի շատ հակված էին ռացիոնալ մտածողությանը, զգուշավորություն էին ցուցաբերում։ Նրանք վախենում էին ժողովրդի հիասթափությունից, եթե հրաշքը չկրկնվեր։ Եղբայր, ասում էր մի տարեց իմաստուն վարդապետը հայր Ներսեսը, պարգև սրբազանին իրենց առանձնազրույցի ժամանակ։ Մենք պետք է զգույշ լինենք, սատանան կարող է ընդունել լույսի հրեշտակի կերպարանք մեզ գայթակ խլելու համար։ Միգուցե սա փորձություն է, տեսնելու, թե արդյոք մենք կհավատանք հեշտ հրաշքներին, թե կշարունակենք մեր դժվարին ամենօրյա պայքարը, ապավինելով միայն մեր աղոթքին եւ տոկունությանը։ Այսպիսով Վարդանը, հրաշքի ականատեսը, հերոսի փոխարեն դարձավ կասկածյալ, գրեթե խելագարի պիտակով։ Նրա դաշնակիցները սակավաթիվ էին, հիմնականում հասարակ զինվորներ ու հավատացյալներ, իսկ հակառակորդները հզոր ու ազդեցիկ։ Նա, ով տեսել էր Աստծո զորությունը, այժմ բախվում էր մարդկային անհավատության սառը անթափանց պատին։ Սա նոր տեսակի շրջափակում էր, շատ ավելի վտանգավոր, քան անտառում։ Պարգև արքեպիսկոպոսը լսեց բոլոր կողմերին։ Նա ժամերով աղոթում էր Գանձասարի խորանի առջև, խնդրելով Աստծուց իմաստություն եւ առաջնորդություն։ Նա հանդիպեց Վարդանի հետ, երկար զրուցեց, նայեց նրա աչքերի մեջ, որոնք տեսել էին անասելին։ Եվ նա տեսավ այնտեղ ոչ թե խելագարություն, այլ ճշմարտության անսասան լույսը։ Նա տեսավ ճշմարտությունը։ Եվ նա կայացրեց իր որոշումը։ Մի որոշում, որը նրան հակադրելու էր ռազմական եւ քաղաքական իշխանություններին, բայց որը, նրա համոզմամբ, միակ ճիշտ ճանապարհն էր։ Նա որոշեց հավատալ զինվորին, նա որոշեց հավատալ հրաշքին։ Եվ այդ պահից սկսվեց ակտիվ հոգևոր գործողությունը, որը պետք է ցնցեր բոլորին։ Պարգև արքեպիսկոպոսը հասկանում էր, որ խոսքերն այլևս բավարար չեն, դրանք լուծվում են պատերազմի աղմուկի մեջ, ինչպես անձրևի կաթիլները ցեխի մեջ։ Հավատքը պետք է դրսևորվեր գործով, մի գործով, որը կլիներ ավելի բարձր, քան հրետանու որոտը։ Ոգեշնչված Վարդանի պատմությունից եւ իր սեփական աղոթքների արդյունքում ստացած համոզմունքից նա ձեռնարկեց մի քայլ, որը շատերը համարեցին խենթություն, իսկ մյուսները սխրանք։ Մի քայլ, որը պետք է կամ վերջնականապես կործաներ եկեղեցու հեղինակությունը, կամ այն բարձրացներ աննախադեպ բարձունքի։ Հաջորդ կիրակի, չնայած ռմբակոծությունների մշտական վտանգին, նա հայտարարեց, որ Սուրբ Պատարագ է մատուցելու Շուշիի Ղազանչեցոց տաճարի ավերակներում, այն քաղաքում, որը գտնվում էր ճակատային գծի անմիջական հարևանությամբ եւ համարվում էր ամենավտանգավոր վայրերից մեկը, որտեղ ամեն քայլափոխի մահ էր թաքնված։ Եթե մեր զինվորները կարող են այնտեղ կռվել եւ մահանալ հանուն հողի, ապա մենք պարտավոր ենք այնտեղ աղոթել հանուն նրանց հոգիների, ասաց նա իրեն փորձող հետ պահել քահանաներին, եւ նրա ձայնի մեջ պողպատ կար։ Այդ լուրը ցնցեց բոլորին, ռազմական ղեկավարությունը կտրականապես արգելեց դա, համարելով այն անպատասխանատու եւ վտանգավոր սադրանք։ Գեներալ Ներսեսն անձամբ զանգահարեց Սրբազանին. «Սրբազան հայր, ես հարգում եմ ձեր պաշտոնը, բայց սա խելագարություն է, դուք մարդկանց տանում եք դեպի մահ, ես չեմ կարող երաշխավորել ձեր անվտանգությունը, թշնամին միայն դրան է սպասում, որ հարվածի հավաքված մարդկանց, հետ կանգնեք այդ մտքից»։
Պարքև Սրբազանի պատասխանը հանգիստ էր, բայց անսասան. «Գեներալ, դուք պատասխանատու եք մարդկանց մարմինների անվտանգության համար, իսկ ես նրանց հոգիների, եւ հիմա հոգիներն ավելի շատ պաշտպանության կարիք ունեն, մենք կգնանք»։ Եվ նրանք գնացին։ Մի փոքրիկ խումբ, Պարքև Սրբազանը, մի քանի քահանա, սարկավակներ եւ տասնյակից ավելի հավատացյալներ, այդ թվում զինվորների մայրեր եւ կանայք։ Նրանց մեջ էր նաև Վարդանը, ում հրամանատարությունը ի զարմանանց բոլորի թույլ էր տվել ուղեկցել խմբին։ Նրանք շարժվում էին ավերված քաղաքի փողոցներով, որտեղ ամեն շենք մի վերք էր, ամեն լռություն սպառնալիք։ Երբ նրանք մտան Ղազանչեցոց տաճար, տեսարանը սրտաճմլիկ էր։ Գմբեթի անցքից ներս էր թափվում ցուրտ մոխրագույն լույս, պատերին արկերի հետքերն էին, հատակը ծածկված էր փլատակներով եւ ապակու բեքորներով, բայց խորանը հրաշքով գրեթե անվնաս էր մնացել։ Սա նշան էր։ Նրանք մաքրեցին խորանի դիմացի հատվածը եւ Սրբազանը սկսեց պատարակը։ Նրա ձայնը հնչում էր ավերակների մեջ, հզոր ու անսասան։ Նա խոսում էր ոչ թե պատերազմի, այլ հարության մասին, ոչ թե մահվան, այլ հավերժական կյանքի մասին։ Խնկի բույրը խառնվում էր վարոդի հոտին, եւ այդ պահին տաճարը վերագտավ իր սրբությունը։ Եվ հետո տեղի ունեցավ այն, ինչը պետք է փոխեր ամեն ինչ։ Պատարակի ամենասուրբ պահին, երբ Սրբազանը բարձրացնում էր սուրբ հաղորդությունը, դրսից լսվեց անօթաչուի սարսափելի մոտեցող բզզոցը։ Բոլորը սառեցին, զինվորները բնազդաբար ընկան գետնին, պատրաստվելով պայթյունին, կանայք ճչացին։ Միայն Պարքև Սրբազանը մնաց անշարժ կանգնած, սուրբ հաղորդությունը ձեռքին, հայացքն ուղված դեպի երկինք։ «Տեր, քո ձեռքն եմ հանձնում մեր հոգիները», բարձրաձայն ասաց նա։ Անօթաչուն հասավ ուղիղ տաճարի գմբեթի վերևը եւ կանգ առավ։ Բոլորը սպասում էին հրթիռի արձակմանը, վայրկյանները ձգվում էին ինչպես հավերժություն, բայց հրթիռ չեղավ։ Փոխարենը անօթաչուն մի քանի անգամ պտտվեց տաճարի շուրջ, կարծես ինչ-որ բան էր փնտրում կամ չէր հասկանում եւ հետո պարզապես շրջվեց ու հեռացավ։ Տաճարում տիրում էր խուլ լռություն։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ։ Դա տեխնիկական խափանում էր, օպերատորի սխալ, թե Վարդանը, որը նայում էր գմբեթի անցքից, տեսավ դա։ Մի ակնթարթ, բայց նա տեսավ։ Անօթաչուի հեռանալուց անմիջապես առաջ նա տեսավ, թե ինչպես է տաճարի վրա, օդում ձևավորվում մի հսկայական լուսավոր խաչի ուրվագիծ։ Այն տևեց ընդամենը մի վայրկյան, բայց դա բավական էր։ Նա հասկացավ. սա ուղղակի բախում էր։ Երկնային զորքերի եւ մարդկային տեխնոլոգիաների բախում։ Եվ այդ օրը Շուշիի ավերված տաճարում հավատքը հարթեց պողպատին։ Բայց այս հաղթանակը նոր ավելի վտանգավոր պատերազմի սկիզբն էր։ Շուշիի հրաշքի մասին լուրը փոխեց ամեն ինչ։ Այն դարձավ այն կայծը, որը վառեց հավատքի խարույկը, որը թվում էր, թե մարում է հուսահատության տակ։ Գեներալ Ներսեսի եւ նրա նման մտածողների, ռացիոնալիստների եւ թերահավատների ձայնը խլացավ ժողովրդական աճող աղմուկի մեջ։ Մարդիկ այլևս չէին լսում գեներալներին, նրանք լսում էին իրենց սրտերին, որոնք փափագում էին հրաշքի, եւ նրանք ստացել էին այն։ Այժմ պայքարը տեղափոխվել էր նոր հարթություն։ Սա այլևս պարզապես հողի համար պատերազմ չէր։ Սա հոգևոր պատերազմ էր, եւ ժողովուրդը զգում էր, որ երկինքն իրենց կողմից է։ Պարքև arczepiskopos-ը, տեսնելով ժողովրդի հոգևոր զարթոնքը, հասկացավ, որ հիմա գործելու ժամանակն է։ Նա հավաքեց բոլոր հոգևորականներին, զինվորականներին, ովքեր հավատում էին, եւ հասարակ մարդկանց Գանզասարի վանքում, պատմական ժողովի։ Նրա խոսքը հնչեց ոչ թե որպես քարոզ, այլ որպես մարտական կոչ։ Դարեր շարունակ մեր նախնիները պայքարել են այս հողի եւ այս հավատքի համար։ Նրանք կռվել են սրով եւ խաչով։ Այսօր պատմությունը կրկնվում է։ Մեր թշնամին ուզում է ոչ միայն մեր տները, այլև մեր հոգիները, պղծելով մեր սրբավայրերը։ Բայց Աստված մեզ նշան տվեց, նա մեզ ցույց տվեց, որ մենք մենակ չենք։ Հիմա մեր հերթն է ցույց տալու, որ մենք արժանի ենք այդ հրաշքին։ Մենք պետք է միավորվենք ոչ թե որպես բանակ, այլ որպես հավատքի ժողովուրդ։ Ամեն զինվոր պետք է լինի նաև աղոթող եւ ամեն աղոթող զինվորի թիկունք։ Այդ օրվանից սկսվեց մի անհավանական շարժում։ Զինվորները ոգեշնչված Վարդանի օրինակով մարտի էին գնում ոչ միայն զենքով, այլև աղոթքով։ Նրանք գիտեին, որ իրենց կողքին կանգնած են ոչ միայն իրենց ընկերները, այլև սուրբ զորավարները։
Կանայք ու ծերերը եկեղեցիներում աղոթքի շղթաներ էին կազմում, իսկ երեխաները նկարում էին խաչեր ու հրեշտակներ և ուղարկում ճակատ։ Ամբողջ ազգը վերածվեց միասնական աղոթող բանակի։ Գեներալ Ներսեսը տեսնելով այս ամենը լռում էր։ Նա չէր հասկանում, թե ինչպես է գործում այս անտեսանելի զենքը, բայց տեսնում էր արդյունքները։ Զինվորների մարտական ոգին աննախադեպ բարձր էր, և նրանք սկսեցին հաղթանակներ տանել անհնարին թվացող իրավիճակներում։ Պատերազմը դեռ շարունակվում էր, դաժան ու արյունալի, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Հուսահատությունը փոխարինվել էր հույսով, վախը վճռականությամբ։ Հայր ժողովուրդը վերագտել էր իր հոգևոր ողնաշարը։ Նրանք հասկացել էին, որ իրենց ամեն մեծ ուժը ոչ թե տանկերի մեջ է, այլ հավատքի։ Պատերազմը ավարտվեց ծանր կորուստներով, բայց հոգևոր հաղթանակով։ Արցախի մեծ մասը մնաց հայկական։ Իսկ պղծված սրբավայրերը սկսեցին վերականգնվել։ Պարքև arczepiskopos-ը արդեն ճերմակած և խորը կնճիռներով շարունակում էր իր ծառայությունը, դառնալով կենդանի խորհրդանիշ այս պայքարի։ Վարդանը, պատերազմի հերոսը, վերադարձավ խաղաղ կյանքի, բայց նրա աչքերում ընդմիշտ մնաց այն լույսը, որը նա տեսել էր անտառում։ Նա գիտեր, որ հրաշքները լինում են, բայց դրանց պետք է արժանի լինել։ Այս պատմությունը դարձավ լեգենդ, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Այն հիշեցնում է, որ ամենամութ ժամանակներում, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, հավատքը կարող է լեռներ շարժել և հաղթել ցանկացած զենքի։ Այն սովորեցնում է, որ նահատակությունը ոչ թե պարտություն է, այլ հավերժության սերմ, որը ծլում է նոր սերունդների սրտերում։ Այս պատմությունը վկայությունն է այն բանի, որ հայ ժողովրդի հոգին անմահ է, քանի դեռ այն պահպանում է իր հավատքը, իր լեզուն և իր սրբավայրերը։ Եվ հիմա, սիրելի բարեկամներ, մենք ուզում ենք լսել ձեր կարծիքը։ Ինչ կանեիք դուք այս իրավիճակում։ Կհավատայիք հրաշքին, թե կմնայիք ռացիոնալ մտածողության սահմաններում։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, քանի որ այս պատմությունը յուրաքանչյուրիս մասին է։ Սա մեր ընդհանուր պատմությունն է, անսասան հավատքի պատմությունը ժամանակակից աշխարհում։